Եվ այնտեղից ազատ արձակվեցին, առաքյալները եկան յուրայինների մոտ ու պատմեցին, թե իրենց ինչ բաներ ասացին քահանայապետներն ու երեցները։ Եվ նրանք լսելով իրենց ձայնը բարձրացրին առ Աստված ու ասացին. «Դու, Տեր Աստված, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը և ծովը և այն ամենը, ինչ նրանց մեջ կա, Սուրբ Հոգու միջոցով մեր հոր Դավթի քո ծառայի բերանով ասացիր. ինչու խռովվեցին հեթանոսները, և ժողովուրդները սին բաների մասին խորհեցին, երկրի թագավորները իրար մոտ եկան, և ժողովրդի իշխանները միասին հավաքվեցին Տիրոջ և նրա օծյալի դեմ»։ Արդարև քո Սուրբ Որդու Հիսուսի դեմ, որին դու օծեցիր, այս քաղաքում հավաքվեցին Հերովդեսը և Պոնտիոս Պիղատոսը հեթանոսների և Իսրայելի ժողովուրդների հետ, անելու այնչափ, որչափ քո ձեռքը և քո կամքը նախապես սահմանել էին, որ լինի։ Եվ արդ Տեր, նայիր նրանց սպառնալիքներին և քո ծառաներին ամենայն համարձակությամբ քո խոսքը խոսել տուր, և երբ քո ձեռքը մեկնես բժշկության համար, նաև նշաններ և զարմանալի գործեր լինեն քո Սուրբ Որդու Հիսուսի անունով։ Եվ մինչ նրանք աղոթքի մեջ էին, շարժվեց այն տեղը, ուր նրանք հավաքված էին, ամենքը լցվեցին Սուրբ Հոգով ու համարձակությամբ Աստծու խոսքն էին խոսում։